Մենք տեսնում ենք, որ ատամները սրած նստած են։ Հիմա, եթե ճիշտ դիվանագիտությունը արվի եւ կարողանանք դիմագրավել սկզբից դիվանագիտական տեսանկյունից, իսկ հետո արդեն այդպիսի քաղաքականություն վարվի, որ թույլ չտանք, որ իրանք հարձակվեն, որովհետեւ ամենալավ պատերազմը այն պատերազմը, որը տեղի չի ունեցել, հա։ Իհարկե դա Փաշինյանին չենք կարող ասել, որովհետեւ ինքը հակառակ ուղղությամբ ատանում, քանի պատերազմ ա եղել իր օրոք։ Մի փաստել ասեմ, ով չգիտի 2022 թվականին, երբ որ Ադրբեջանը հարձակվել է ջերմուկի ուղղությամբ, մենք ունեցանք 224 պաշտոնապես ռազմական կորուստ զոհ եւ 17, եթե չեմ սխալվում, քաղաքացի։ Եվ դա ավելի շատ է, քան թե օրինակ Վրաստանը 2008 թվականին ունեցել, այսինքն այդ ռուս-վրացական պատերազմը, այո, ռուս-վրացական պատերազմից ավելի մեծ պատերազմ ա եղել մեծ հաշվով, գոնե զոհերի տեսանկյունից։ Հիմա ու դա միակ դեպքը չի, այսինքն մենք այս տարիները անդադար պատերազմի շղթայում ենք եղել, ուղղակի շատ չի վերլուծվել դա։